Ողջույն, գնում ենք մեր քաղաքին մոտիկ շատ մի հիանալի վայր, եղանակը արևոտ է, պայծառ եղանակ է, դե ինչ, գնացինք միասին բացահայտելու այդ հրաշք քաղաքը։ Սիրելի հետևորդներ, հիմա մենք գտնվում ենք Լիլ քաղաքից ոչ շատ հեռու մի փոքրիկ քաղաքում, Վամբրուշիում, որը հայտնի է իր դղյակ Ռոբերսաղով, որը անվանում են ֆրանսիացիները Շատո Ռոբերսաղ։ Տեսեք, քաղաքի կենտրոնում էլ տեղակայված է տաճարը, Մայր Աստվածածնի տաճարն է։ Հայտնի է այս տեղանքը հատկապես այս դղյակով եւ իր շուրջը կառուցված, պատրաստված, այսպես ասեմ, շատ գեղեցիկ պարտեզով, այգիով, որը մենք կգնանք ուսումնասիրելու։ 11-րդ, 12-րդ դարերում է նշվում այս քաղաքի կարծես ծնունդը, որը հայտնի է դարձել իր դյուլ այս ջրանցքով, բնականաբար ջրանցքը կապել է Լիլ քաղաքի հետ, ներկա պահին էլ այս գետը հոսում է դեպի Բելգիա այս ուղղությամբ։ Քաղաքը գողտրիկ քաղաք է, խաղաղ է, հանգիստ է, առատ բնություն ունի եւ շատերը գալիս են այստեղ զբոսնելու։ Քաղաքը փոքր է, մոտ երևի 10,000 մարդ կլինի եւ բոլորը աշխատում են Լիլ քաղաքում։ Այստեղ այդքան էլ շատ հնարավորություն չկա աշխատանք գտնելու, հիմնականում ռեստորաններ, մի խոսքով գյուղաքաղաքի նման բնակավայր է եւ արդեն տեսնում եք, որ կան նաեւ նավեր, զբոսնող նավեր, ռեստորան նավեր եւ արտակարգ բնություն։ Մեր բախտն է բերեց, որ այսօր հաճելի օր էր։ Սրճարան նստեցինք, ամեն մեկս վայելեցինք մեր սուրճն ու գարեջուրը եւ արդեն այս հատվածով փորձում ենք անցնել, գնալ դղյակը։ Հրաշալի է։ Մենք շատ դանդաղ ենք քայլում, վայելելով մաքուր օդը եւ ինչու՞ չէ նաեւ հիանալու այս կանաչով։ Շատ երկար ենք նստում եւ վայելում ենք, շտապելու ոչինչ չունենք, բնականաբար հնարավոր չէ ամեն ինչը նկարել եւ ձանձրացնել ձեզ միգուցե, բայց ինչը որ հնարավոր է, ինչը որ անմասն չեմ ուզում թողնել նաեւ ձեզ, նկարում եմ։ Օդը մաքուր, հիանալի, տեսեք ինչքան պայծառ եղանակ է, սիրելիներս, ես էլ զբոսնում եմ։ Այստեղ կան նաև հեծանիվներ քշելու այս ուղիները, մարդիկ գալիս են ընտանիքներով, զբոսնում են, հանգստանում են երեխաների հետ, ահա այգու այս ձախ կողմի հատվածն է, որն էլ որ մենք գնանք ուսումնասիրելու եւ ինչու՞ չէ նաեւ փոքրիկ այսպիսի ինքնաթիռներով կարող են էլի զբոսնել, տուրիստական ինքնաթիռներ են այստեղ փոքրիկ, ուրեմն օդանավակայան կա, սպորտային եւ տուրիստական օդանավերի համար։ Ահա տեսեք, թե ինչ հետաքրքիր է այս հատվածում, կարծես ծանծաղել է գետը, լճակ է, երևի թե ավելի շուտ, Շատոյի այս կողմից ենք նայում, ուսումնասիրենք, տեսնենք, քայլենք, վայելենք, հետո կմտնենք արդեն դղյակի տարածքը։ Տեսեք, սիրելի հետևորդներ, ինչքան հաճելի է բնությունը, երբ դու ներդաշնակ ես լինում բնության հետ եւ արդեն քո տրամադրությունը եւ ինքնազգացողությունը բարձրանում է։ Եվ բնականաբար անտարբեր ինձ չի թողնում բանջարը եղինջն է, մենք այդպես ենք ասում, իսկ այս հատվածում այս հիանալի կարապը առանձնացնել եւ իր ամենօրյա լվացումներն է անում, լողանում է, մաքրում է իրեն այս կարապը, տեսեք, վայելեք, տեղեր կլինեն, որ ես չեմ խոսի ձեզ խանգարելու, կթողնեմ, որ դուք վայելեք, սիրելի հետևորդներ, բնության ձայները։ Դղյակը մի ժամանակ պատկանել է հայտնի ազնվականի եւ հիմա արդեն նա պատկանում է պետությանը, այստեղ կատարվում են միջոցառումներ, տոնահանդեսներ, հարսանիքներ երբեմն եւ շենքում է գտնվում մեծ գրադարան
ինչպես նաև մի հրաշալի թանգարան տիկնիկների եւ խաղալիքների, գնանք տեսնենք, եթե բաց լինի, մտնենք եւ հիանանք մենք էլ ձեզ հետ։ Ցավոք փակ էր եւ արդեն հենց դղյակի դիմացի այս հատվածը նման դիզայնով գեղեցիկ կանաչապատ տարածք է, անմիջապես դիմացն էլ լճակն է։ Ահա այս կողմից ենք նայում եւ հիանում ենք դղյակի կառուցվածքով։ 11-րդ դարի դղյակ է, ժողովուրդ ջան, պատկերացնում եք։ Ահա, ընդհանուր տարածքը շատ մեծ է, անկեղծ ասած չգիտեմ քանի հեկտար է զբաղեցնում, բայց ամբողջ տարածքը հենց լավագույն հանգստի վայրն է։ Տարբեր հատվածներում զգացվում է 4 եղանակների շունչը։ Հետևորդներ, երբեք չի եղել այս տարածքում, հիանալի տարածք է, ժամանցի, լիլի բնակիչներ կարող եք գալ այս շատոն, որը կոչվում է Շատո դը Ռոբերսան, այլել այս տեղը երեկոյան ժամանակ անցկացնել այս շատոյում, նայում եմ ու զարմանում եմ, որ այս ձևի դղյակներ են մարդիկ ունեցել, շատոն դղյակ է կոչվում, ժողովուրդ ջան, ամբրեշի, կամ այս կողմ մարդիկ անցնեն, մի խոսքով մաքուրոտ, գեղեցկություն, բնություն, հատկապես բնության սիրահարները կարող են գալ եւ վայելել, ինչպես մենք վայելեցինք, ահա, տեսեք, հələ ինչքան հիանալի է, պատկերացնում եք մեզ այդ դղյակում այդ ժամանակահատվածում, այստեղ էլ սիրուն առանձին այգու մեջ հետաքրքիր բան կա, գնանք դա էլ նկարենք ու նայեք, մարդիկ այստեղ խոտերի վրա նստած, իրենց պիկնիկն են անում, մի խոսքով երեխաների համար հարմար տեղ է, կարող եք երեխաներով էլ գալ։ Քանի որ այգում զբոսաշրջիկներ շատ կան, միգուցե խիտ տեղակայված չեն, բայց ամեն մի տեղ մարդիկ նստած հանգստանում են, ինչպես ասեցի, դրա համար մի հատ լավ էսպես առաջ եկանք, հեռվից հնարավոր չէր այն կողմում նստած մարդիկ կային։ Եվ սա էլ տեսեք, այն վայրն է, որտեղ որ երաժշտություն են լսել, միգուցե երգել են կամ երաժիշտներ են նվագել եւ ազնվականները վայելել են բացօթյա համերգը։ Տեսեք ինչքան շքեղ է։ Հիմա ես առաջ կշարժվեմ, փիսոին տեսակ, առաջ կշարժվեմ դեպի ձախ կողմում մեկ ուրիշ այգի է, որը կոչվում է Jardin de Comtes, որը որ առանձնանում է իր կառուցվածքով։ Հիմա այս հատվածը պատտվենք եւ արդեն մտնեմ այդ այգին եւս ձեզ ցուցադրելու։ Մի հատ եթե տեսակ կլոր պտույտ արեցի այս հետաքրքիր բիսեդկայի շուրջը։ Ահա ժողովուրդ ջան։ Դե այս կողմով արդեն գնում ենք դեպի մյուս պարտեզը, այդ որ ասեցի այգի կոմտեսը, եւ այս հատվածում էլ արդեն տեսեք ինչքան պալմաներ են աճեցվում, այսինքն Լիլ քաղաքը հյուսիսում է գտնվում իր տարածաշրջանը, բայց այստեղ շատ տաք է լինում, ձմռանը այստեղ ձյուն չի գալիս եւ տեսեք պալմաներ են աճում։ Այստեղ էլի թփեր կան, որ ինձ թվաց թե իմ մանկության այդ թփերից է, մենք ռոհունդ էինք ասում, միջուկ ուտում էինք, յոդը շատ էր, բայց սրանք դրանցից չեն։ Չնայած ինձ թվում է, որ ես ամեն դեպքում կգտնեմ, եթե բանջարը կա, հյուսիս է եւ հյուսիսի բնությունն է ամենուր, ինչպես Լորվա մարզում, ես նմանեցնում եմ։ Ահա այդ պարտեզը, տեսեք ինչքան գեղեցիկ է, ինչքան առանձին աշխատած ու մշակած է, գնամ այնտեղ նստարան կա, նստեմ, մի քիչ վայելեմ, հետո նորից կմիանամ ձեզ, այնքան մաքուր է, մի հատ մոլախոտ չկա, անգամ են հասարակ խոտաբույսերը գեղեցիկ շրջանակի մեջ են տեղադրել եւ արդեն գեղագիտական հաճույք է ստանում նայելով այս կանաչին, դե վայելեք։
Ահա, գտա իմ ասած խոտաբույսը, ռոհունդ ենք ասում, չգիտեմ ով ինչպես է ասում, այս մեծ տերևներով կամ երբեմն մաչեխա դեռ չի հասունացել, միջուկ պիտի լինի, միջուկը կտրում ենք, կլպում ենք եւ ուտում ենք, բանջարներն էլ կողքն էին, տեսեք, վայելում եք ինձ հետ միասին այս հրաշալի բնությունը։ Չէ։ Սրանք բադեր չեն։ Սրանք բադեր չեն։ Բան ինչ են, սագ են։ Սագ են սրանք։ Մեջամը մեծ են։ Սագեր են, հենա, կարապ, սագ, հա։ Նրանք լավ տեղակալն են։ Շատ։ Բա մանգալու հիանալի տեղ։ Հələ այնտեղ։ Մարդ գա, հյուր գա բեկալն բերեն։ Հա, շատ օրյա։ Հեն սիտադել ախան ողնի շատ են ընդդու։ Ահա։ Հələ ինչ սիրուն։ Տեսարանը, այո, շատ։ Ջրի վրա կանգնում նկարը։ Հենա, հա, ինձ Մամայի այս Կարինի ասած տեղը կանգնեցի, ինքն էլ նկարեց, տեսեք ինչ սիրուն նկար ստացվեց ժողովուրդ ջան։ Ոնց են ձեն հանում, սրանքին ձեն հանում։ Հենց խոց է։ Սիրացին տանում հայ։ Մենք կռիվ անել հետը։ Ահա։ Այս ձենն է։ Որը։ Այն ինչ ջոգելու ինչա։ Են կրյաներ են։ Հա։ Ինչ է։ Իրանք սարքել են հատուկ դրա համար եմ ասում։ Դա Չգիտեմ պարզ երևած կրյանները ձեզ թե ոչ, բայց հենց այս ուղղությամբ էին տեղակայված բոլոր կրյաները հավաքվել էին մի տեղ։ Սիրելի հետևորդներ, վայելեցինք այստեղ բնությունը, որ արտակարգ էր, հատուկ այգին այնպես է սարքած, որ հիշեցնի հենց երևի թե դարաձևը, մի խոսքով հանգստի համար շատ լավ տեղ է, վայելեցինք, հիմա գնում ենք։ Սա էլ իրենց ազգային խաղն է, պետայն է կոչում, մետաղի գնդեր են, իրենք շպրտում են այդպես հեռավորության վրա, մի խոսքով շատ հետաքրքիր խաղ է եւ ամբողջ Ֆրանսիայում դուք հաճախ կտեսնեք նրանց այս խաղը խաղալիս տարբեր այգիներում եւ պարկերում։ Դե արդեն մենք եկանք նորից մեր մեքենայի մոտ, այստեղ անվճար էր կայանատեղին, չգիտեմ ամեն օր է, թե պարզապես կիրակի օրն է անվճար, մի խոսքով հրաժեշտ ենք տալիս։ Ջան, արդեն տանն ենք ու պատրաստում եմ գաթա թխելու, պայման էր, դու ինձ ես քեզը։ Շատ էր Կարենը պատմել այդ տեղանքի մասին, քանի որ մենք էլ դե գնալու էինք երեկվա տեսանյութում ասեցի չէ խանութ, այդ տարածաշրջանում էր հենց այդ Վամբուղշի քաղաքի մի եզրում հենց այդ խանութներ, այս կողմն էլ քաղաքի կենտրոնում այս գեղեցիկ հիանալի, չգիտեմ ինչ ասեմ այգիներ, բայց ափսոս որ փակ էր, ինձ թվում է էլի կգնանք, որովհետև սրտով ուզում եմ տեսնել այդ հին տիկնիկների եւ խաղալիքների թանգարանը, շատ հետաքրքիր կլինի։ Դե ես իմ կնայենք տեսնենք որ դարից ինչ խաղալիքներ են օգտագործել ֆրանսիացիները եւ այն մեծ հատվածն էլ արդեն բաններ, գրադարաններ։ Դա էլ էր հետաքրքիր, դե փակ էր բնականաբար, բայց երևի թե էլի կգնանք։ Չգիտեմ, շատ հեռու չէր, զարմանում եմ, որ մինչև հիմա Վամբուղշի չէի գնացել, անունն էլ մի հատ հետաքրքիր, անունն է որ տալիս, չգիտեմ, հնչողությունը շեշտը որի վրա դնեմ, որ տարի վրա ոնց ասեմ, մի խոսքով
Այդ սիրուն քաղաքը գնացինք, վայելեցինք, շատ լավ էր։ Դե տեսանյութում ամեն պահը չէի նկարել, բայց շատ տպավորություն ուզում էր այն այգու վրա, այգու այն հատվածի շենքի այդ տարածքում, որ կարծես Վերսալի պալատի այդ պարտեզի դիզայնը լիներ։ Մի խոսքով սիրելիներս, ճիշտ է մի քիչ հոգնած եմ, արդեն երեկո է, բայց խոստումս պիտի կատարեմ, չգիտեմ միասին կթխենք գաթան, թե ոչ, բայց գնում եմ հաստատ գաթա թխելու, որովհետև խոսք եմ տվել։ Դե ինձ սիրելի հետևորդներ, ամեն դեպքում եթե միասին էլ գունդը չբացենք, չանենք, չգսենք վերջնական արդյունքը, եթե արդեն շուտ լինի, կնկարեմ տեսանյութում կթողնեմ, եթե ոչ, հաջորդ տեսանյութում ցույց կտամ։ Դե լավ մնացեք, կարծում եմ հավանեցիք այս հետաքրքիր գեղեցիկ հանգստի վայրը, մենք արտակարգ ենք հանգստացել, ծիտիկների ձայնը, որ վերջն էր, ու ընդհանրապես այդ հանգստացնող սագերի, ընդեղ են կողմը կարապներն էին, են մյուս կողմը բադերն էին, հետաքրքիր է իրանց ձայները կարին ասում, ինչ ձայներ են անում, չգիտեմ հասկացանք, որ այնտեղ ձայնը չի անջատել։ Մի խոսքով մենք էլ էլի լավ նստեցինք, հանգստացանք, պտտվեցինք, վայելեցինք, լավ էր, շատ լավ էր և գետն էլ հենց Լիլից գնացող գետն է գնում է դեպի Բելգիա։ Մի խոսքով, այս տեսանյութն էլ նման ձևով եմ ավարտում սիրելիներս, դուք գրեք, տեսնեմ էլ ինչ եք ուզում տեսնել, կամ ուր եք ուզում գնանք միասին, սիրով կնկարեմ, ձեզ էլ մասնակից եք կդարձնեմ, դե շտապում եմ լավ, առայժմ, կհանդիպենք, չեք մոռանում բաժանորդագրվում եք, եթե առաջին անգամն եք տեսնում, իսկ մշտական բաժանորդներին հորդորում եմ մշտապես լայքեք, մեկնաբանեք, աստղիկը չեք մոռանում, ներքևի հաստվածում, երբ որ լայքում եք, անմիջապես դա աստղիկը գալիս է և աստղիկի արտենաճանկյունում սեղմում եք, միավորներ են գալիս, չենք մոռանում այս լավությունները անել ինձ, դե առայժմ կհանդիպենք։ Խորիզը արդեն պատրաստել եմ, կարագով խորիզ է և ձվի դեղնուցի հետ խառնել եմ մածուն, տեսեք ոնց են բարձրանում կարմրաթուշիկները։ Չէի կարող ցտեսություն չասել ձեզ, առանց այս քաղցրներս ցույց տալու։ Արտակարգ են ժողովուրդ ջան, երկու գունդ թխեցի, հիմա մոտիկից ցույց կտամ երկուսն էլ, սկզբում առաջին գունդը սա էր նման կտրվածքով և երկրորդ գունդս արդեն այս մյուսն էր, դեռ չեմ հանպեսել, բայց արդեն բույրը կլանում է, չնայած ինձ կզսպեմ, երեկոյի ամենաշատը կարող է այս փոքրիկ կտորն ուտեմ համտեսելու համար, չնայած արդեն արտաքին տեսքը ամեն ինչի մասին ասում է։ Այսքան բան, այս կտրվածքները իմ մշտական կտրվածքներն են, հատկապես այս մյուս տարբերակը, որ այսպես կտրում ենք, դեռ նոր ամուսնացել է իմ հարևանուհին է սովորեցրել, հետո բանից պարզվեց, որ բոլորին ասել է ոչ մեկին չասեք, շատ տարիներ հետո, որ կտրում ենք, ասում ենք, այս կտրման ձևը մեր հարևան ես ինչից եմ սովորել, ընկերուս ասում, վայ ինձ էլ ասե, մարդու բան չասես, բա, ժողովուրդ ջան, դե ինչ ասեմ, լավ մնացեք ինձ հետ, կհանդիպենք։ Ահա մոտիկից տեսեք այս հրաշալի համեղ գաթաները, տարբեր ափսեների մեջ եմ դրել տարբեր կտրվածքները, որպեսզի ավելի լավ երևան, խրթխրթան համեղ գաթաներ, խմորի պատրաստման հղումը կտեղադրեմ տեսանյութի տակ, կարող եք դիտել և պատրաստել։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։